Բարև ձեզ սիրելի ժողովուրդ, մենք շարունակում ենք մեր հաղորդումների շարքը Հայաստանի տարբեր համայնքներից, տարբեր մարզերից, եւ մեր այս հաղորդումների շարքի հիմնական նպատակն է ներկայացնել Հայաստանի համայնքներում ակտիվ ավականու անդամներին, հատկապես կանանց գործունեությունը ավականու կազմում, մի շարք համայնքներում ավականու անդամների կազմում կանանց հայտնությունը նորություն է, այսինքն վերջին 3-4 տարիների ընթացքում է, որ օրենքի պահանջով կանայք պիտի ներգրավված լինեն ավականու կազմում, առնվազն թեկնածուների առաջադրման этаպում, գոնե թեկնածուների 30%-ը պիտի լինեն սեռերից մեկի ներկայացուցիչները, կին տղամարդ չկա գրած օրենքի մեջ, եւ եթե մի օր էլ կանայք հանգարտ շատ լինեն, գոնե 30%-ը տղամարդիկ լինեն, տրամաբանությունը սա է։ Այսօր մեզ իրավուժար հյուրընկալել է Ամասիայի համայնքապետարանը եւ այսօր հիմա իմ զրուցակիցներն են Ամասիայի ավականու երկու կին անդամներ, համայնքի ղեկավարը Ջեմա Հարությունյանը, շնորհակալություն, եւ Հասմիկ Մարտիրոսյանը։ Տիկին Հարությունյանը Հայաստանի 71 համայնքներից 4 համայնքներից մեկի, ուրեմն կին ղեկավարներից մեկն է։ Մենք ունենք 4 համայնք, որտեղ համայնքի ղեկավարները կանայք են։ Շնորհակալություն մեզ ժամանակ հատկացնելու համար։ Ինչպես արդեն իմացաք, մեր նպատակն է ներկայացնել ավականու կին անդամների գործունեությունը։ Տիկին Հարությունյանի կենսագրությունը շատ հարուստ է եւ հասարակական քաղաքական գործունեության մեջ է շատ վաղուց, նորություն չէ։ Տիկին Հարությունյան, ինչպիսին է այս գործը հիմա ձեզ համար։ Համայնքի ղեկավար եւ ավականու անդամ։ Համայնքի ղեկավար ես ընտրվել եմ դեռևս 17 թվականից առաջի խոշորացումից մեծամասնականի ժամանակ եւ նորից 21 թվականի խոշորացումից հետո դարձյալ ընտրվել եմ համայնքի ղեկավար։ Հիմա բանը խմբակցությունը Ամասիայի խմբակցությունն է 9 հոգի ավականու անդամ կա եւ քաղաքացիական պայմանագիրը որոշել է չվերցնել իր մանդատները 6 հոգի պայմանագիր չի 6 ավականներ իրենց մանդատները չեն վերցրել մենք ունենք հիմա 6 ավականի Ամասիա արպի խմբակցությունից եւ 3 ավականի Հայաստանի Հանրապետական կուսակցությունից, որոնք միավորվել են եւ ցեզ ընտրել են համայնքի ղեկավար։ Որոնք միավորվել են, քվորումը ապահովում էր եւ ընտրեցին ինձ համայնքի ղեկավար։ Ավականու, քանի որ համայնքը փոքր է, ավականու կազմը 15 հոգի էր սահմանված օրենքով, 6-ը որոշել են չվերցնել մանդատները եւ ոչ թե վերցրել եւ նիստերին չեն գալիս ավականու, ուրեմն անդամների ցուցակում, ձեր կայքում ընդամենը 9 հոգին են ներկայացված։ Բայց ավականու քվորում ապահովելու համար հաշվում է 15 ավականու անդամ։ Հասկանալի, չեն վերցրել մանդատները, դա չի նշանակում, որ քվորումը պակասում է, այսինքն 8 հոգի նիստին պիտի լինեն, որ նիստ գումարվի։ Տիկին Մարտիրոսյան, սա ձեզ համար առաջին փորձն է լինել ավականու կազմում, թե նախկինում որևէ փորձ ունեցել եք, թեկնածու եք եղել։ Չէ, չեմ եղել։ Ինչու եք որոշել լինել, ով է համոզել ձեզ, որ Չեմ համոզել, պարզապես երբ ստաց առաջարկություն մեր տարածքի Հանրապետական կուսակցության ղեկավարից որոշեցի մասնակցել։ Դուք կուսակցական չեք։ Կուսակցական չեմ։ Կուսակցական չեք։ Ցուցակների մեջ կարող են մինչև 30%-ը լինել անկուսակցականներ, ինչպես գիտեք, հա։ Ուղղակի այդ կուսակցությունից առաջադրվեցի ավականու անդամ եւ հասկացա, անցած 3.5 տարիների ընթացքում ձեր գործունեությունից գոհ եք։ Ավականու գործունեությունը ինչ կարողացել ենք ինչ-որ բանով, ինչ-որ չափով հարցեր լուծել, խնդիրներ լուծել, կարողացել ենք այն ամենայնիվ աշխատել համայնքի հետ։ 3 կին կա ավականու կազմում, հիմա 9 հոգուց 3 կանայք են, 2-ը դուք եք։ Եվ ինչ կարևոր առաջընթաց ունի համայնքը ձեր կարծիքով, հետո համայնքապետին կլսենք իհարկե։ 3.5 տարվա ընթացքում ինչ է հաջողվել փոխել համայնքում։ Մեր համայնքում շատ բան է փոխվել այս տարիների ընթացքում, դրանից էլ առաջ նախ ամեն ինչ տարբեր ոլորտներում եւ սոցիալ-կրթական ոլորտում եւ սպորտի եւ առողջապահության ամենտեղ ունենք առաջընթաց համայնքում Իշնորհիվ մեր համայնքապետի իհարկե տարբեր ծրագրեր են իրականացվում համայնքում մենք էլ աշխատում ենք ինչքան կարող ենք նպաստել համայնքի զարգացմանն ու
ամենամեծ հաջողություններից որոնք են, մի երկու բան ասեք էլի։ Ամենամեծ հաջողություններից։ Ինչն է որ ամենակարևորը կնշեք, եթե օտար երկրից մեկը կա հարցնի ծայրահեղ հյուսիսում գտնվող բավականին բարդ կլիմայական պայմաններում գտնվող համայնք է եւ ահագին նոսր բնակեցվածությամբ, փոքր բնակչությամբ, հա, Տիկին Հարությունյանին խոսք կտանք, բայց կուզեմ նախապես դուք ասեք, հետո։ Դե կրթության զարգացումն է հիմնականում, աշխատում ենք բոլոր երեխաներին ընդգրկել տարբեր ոլորտներում, կրթական, սպորտային, մարզական։ Դուք արտադրոցական կրթություն եք նկատի ունեք, ոչ թե փոխկրթություն, այլ հենց համայնքային։ Ահա, հենց համայնքային արտադրոցական կրթությունը։ Լավ է, որ տարբեր միջոցառումներ են տեղի ունենում, մասնակցությունը արդեն կամաց մեծ է, շահագրգռված են բոլորը մասնակցելու, առաջ այդպես չէր։ Ինչ տարիքի երեխաները հատկապես։ Տարբեր տարիքի, սկսած 7 տարեկանից, դպրոց գնալուց սկսած բոլոր երեխաները ընդգրկված են տարբեր տեղերում եւ մասնակցում են տարբեր կրթական ծրագրերին, մասնակցում ունեն հաջողություններ, օրինակ սպորտի բնագավառում ունենք հաջողություններ, Ռուսաստանի Դաշնությունում ձեռք բերեցին մրցումների մասնակցեցին եւ լավագույն մրցանակներ, նույնիսկ առաջին տեղը ոսկե մեդալի արժանացան մեր երեխաները, շատ կան ձեռքբերումներ, համայնքը առաջընթաց է ապրում, կամաց Շատ լավ, կզրուցենք դեռ։ Հա, Տիկին Հարությունյան, Հայաստանում երկու համայնք կա, որտեղ ավականին մեկական խմբակցություն ունի, մեկը Արմավիրն է, քաղաքացիական պայմանագիր 27 հոգի, այնտեղ ուրիշ կուսակցություն չէր էլ առաջադրվել։ Ձերի դեպքում արդեն խոսեցինք վիճակը ինչպիսին է, այսինքն Ամասիայում եւ Արմավիրում ավականու կազմում ընդդիմություն չկա։ Ինչպես է այդպիսի կառավարումը, լավ է, վատ է, ունեք օրինակ 9 հոգու մեջ ընդդիմախոսներ, պատմեք էլի մի քանի խոսքով։ Ավականին նորմալ աշխատում է, ավականու անդամները պարտաճանաչ ներկայանում են ավականու նիստերին, բացակայություններ հազվադեպ է լինում, հիմնականում հարգելի պատճառով է լինում, քվորումը մշտական ապահովում ենք։ Իսկ ինչ վերաբերում է ընդդիմության վերաբերյալ, ճիշտ է, մենք աշխատում ենք, բայց ոչ բոլոր հարցերի քննարկումն է այդպես միանգամից առանց ընդդիմադիր խոսակցությունների առաջ գնում, որտեղ Գիտեք ինչ, ավականու անդամներն են տարբեր բնակավայրերից ընտրված եւ հարցեր քննարկելու ժամանակ տարբեր բնակավայրի ներկայացված ավականու անդամների իրենց խնդիրները յուրաքանչյուրը ցանկանում է առաջնահերթությունը լինի իրանց բնակավայրի վերաբերյալ եւ այդտեղ լինում է կառուցողական քննարկումներ եւ հարցերի ճիշտ լուծումներ կարողանում են գտնել։ Նեղացող հեռացողներ չի եղել, որտեղ կարողանում են ճիշտ աշխատանք կազմակերպել։ Հասկացա։ Մանկապարտեզի հարցը մենք այս թեման էլի ենք շոշափել անցյալում, հա։ Մի մանկապարտեզ Ամասիայում կա։ Մի մանկապարտեզ Ամասիայում կա, որտեղ հաճախում են նաև Հովտուն, Բանդիվան, Հողմիկ, Արեգնատեն բնակավայրերից։ Ինչպես է կարգավորում տրանսպորտ, թե ծնողներն են բերում։ Ծնողներն են կարգավորում տրանսպորտային միջոցները, մենք ուղղակի մանկապարտեզի վարձը որոշակի զիջել ենք։ Այսինքն ծնողը գյուղից հավաքում է երեխաներին, բերում է տանում է, բայց մանկապարտեզի վարձը, ինչքան որ սահմանված է, դրա որոշ տոկոսը համայնքը զիջել է ինքն է։ Լիարժեք գործող մանկապարտեզ է, քնում են երեխաները, սնունդ են ստանում։ Դուք կարող եք, եթե դժվար չի մի հատ մտնել մեր մանկապարտեզ։ Ես մի անգամ եղել եմ 3 տարի առաջ։ Նորմալ քնում են, սնունդը նորմալ է, ժամանակին ֆինանսավորումը լինում է, ջեռուցման հարցերը կարգավորված է, ինչպես նաև արևային պանելներ ենք տեղադրել, որպեսզի նաև թեթևացնենք ջեռուցման ծախսերը, նորմալ գործում է եւ
բնակչությունը շատ գոհ է մանկապարտեզից։ Իսկ մյուս գյուղերի երեխաների հետ կապված ինչ եք մտածում։ Ուրեմն ունենք բարեգործական մանկապարտեզ Ողջի գյուղում, որի համար մենք յուրաքանչյուր ամիս որոշակի ֆինանսավորում տալիս ենք, Ողջի գյուղի մանկապարտեզը այնտեղ որ նաև մեղրաշատից են հաճախում։ Իսկ հետագայում բյուրակնում, գիտեք, դպրոց է կառուցվում, համալիր, կրթահամալիր, որի մեջ կա նաև 90 տեղանոց մանկապարտեզ, որը հնարավորություն կտա։ Եվ ունենք մի փոքր կեսօրով աշխատող մանկապարտեզ բյուրակնում, որտեղ երեխաները ընդամենը, քանի որ պայմաններ չկա, երեխաները մինչև կեսօր են հաճախում, այնտեղ էլ ապահոված է գույքով, ամեն ինչով, բայց այնտեղ անվճար է։ Հասկացա, իսկ բանը, եթե բյուրակնի կենտրոնն էլ շահագործման հանձնվի, մոտավոր պատկերացում ունեք, թե ինչքան երեխա է, որ կլինի դեռ զրկված նախնական կրթությունից։ Միայն բյուրակնում, դե բյուրակնը նախատեսված է։ Չէ, ուզում եմ ասել, բոլոր ռեսուրսներն են, որ գործարկվեն։ Բյուրակնում նախատեսված է, որ պետք է Ողջի մեղրաշատի երեխաները։ Բազ է, այդ հատվածի գյուղերի մասին է խոսքը։ Դա է ամասյայինն է, այդ կեսօրով աշխատողն է, ինչ որ երեխաներ կմնան, որոնք մանկապարտեզի կամ նախնական կրթության հնար չեն ունենա։ Ինձ թվում է այս համալիրները շահագործելուց հետո չեն ունենա, որտեղ նաև շահագործման է հանձնվել Արեքնադեմ բնակավայրի այդ նոր համալիրը, որտեղ նաև նախատեսված է մանկական երեխաների համար նաև առանձնացված տարածք կա, եւ ինձ թվում է, որ 26 թվականից հետո Արեքնադեմ բնակավայր պետք է հաճախեն գդաշեն եւ հողմիկ բնակավայրերի երեխաները եւ դրա հետ նաեւ կլուծվի այդ գյուղերի երեխաների մանկապարտեզի հարցը եւ դուրս չեն մնա։ Հասկացա, շնորհակալ եմ։ Բերեք վերադառնանք հավաքանու անդամների լիազորությունների իրականացմանը, քանի որ բազմաթիվ բնակավայրեր ունի Ամասիան եւ հավաքանու անդամները մի մասը տարբեր գյուղերից են գալիս գնում են եւ այլն։ Օրենքը նախատեսում է, որ հավաքանու անդամները իրենց կատարած ծախսերի համար կարող են ստանալ ծախսերի փոխհատուցում դիմելով համայնքի ղեկավարին։ Ինչ պրակտիկա կա ձեզ մոտ։ Հետևյալ պրակտիկան է, մենք նրանց դրամական օգնություն չենք տալիս, բայց այլ օգնություններ տրանսպորտով տեղափոխվելու վարելանյութ երբեմն անհրաժեշտության դեպքում մենք օգնում ենք գալ նիստերի, իսկ ուրիշ գյուղեր պատտվել այնտեղ որտեղ չկան հավաքանու անդամներ համար նույնպես մենք տրանսպորտով կարողանում ենք ապահովել։ Այս մասով դժգոհություն չունեք հավաքանու անդամներից։ Մինչև հիմա ոչ մի հավաքանուց ես դժգոհություն դեռ չեմ ստացել։ Շնորհակալություն Տիկին Մարտիրոսյան, լինում եք դուք գյուղերում, թե ժամանակ չի լինում։ Չէ, երբ ժամանակ ինչ-որ մի հատված կա աշխարհագրորեն, որտեղ գնում եք, թե բոլոր գյուղերում եք լինում։ Բոլոր չէ։ Այս ավելի շատ ներքևի գյուղերում, դե հանդիպումներ ավելի շատ կանանց հետ, կանայք ավելի բան են կիսվում էլի։ Ինչ խնդիրներ են առաջ քաշում կանայք։ Կանայք սոցիալ կենցաղային հարցեր, սոցիալական կարիքավոր կանայք, մեկ բռնության ենթարկված, կիսվում են, դե ավականին համայնքապետը ինչ կարող է անել, կանչում է տնեցոնց տեղ, հա։ Չէ, չեն կանչում, բայց այնուամենայնիվ ինչ որ խորհուրդներ, առաջին անգամ եմ լսում, որ համայնքապետը խորհուրդներ էլի, դա պես հաջողվում է ինչ որտեղ հաջողվում է հարթել ինչ հարցեր հաջողվում է հարթել, իսկ ընդհանրապես հիմնական գործունեությունը մեր համայնքում է։ Դուք մանկավարժ եք ահագին մեծ փորձառությամբ, բնակչության աճ, անկում, ինչ եք նկատում, աճում է, երեխաների թիվը ավելանում է, պակասում է, բացի այն չոր վիճակագրությունը, ինչ վիճակ է։ Չի ասի ավելանում է, օրինակ մեր համայնքում արտագաղթն է շատ, որովհետև այդպես շատ աշխատատեղեր չկան էլի, որ
մարդիկ աշխատեն, այս վերջին տարիներին բայց պակասել է, արդեն գնում են ոչ թե դուրս Հայաստանից, այլ Հայաստանի մեջ։ Ներսում։ Ահա, Հայաստանի ներսում գնում գալիս են, թե թողնում հեռանում են։ Մնում են, գնում գալիս են, շատերը տեղափոխվում են ընտանիքով, օրինակ Երևանում շատ կան վարձով աշխատանք կա, գնում են այնտեղ վարձով ընտանիքները ապրում են։ Տիկին Հարությունյան, այս հարցի հետ կապված ինչ հեռանկարներ կան 1-2-5 տարի հետո։ Հեռանկարները հետևյալն է, որ ճիշտ է որոշակի աշխատատեղեր ունենք կանանց համար, որտեղ այստեղ ունենք Ամասիայում ունենք կարիգործան, մի փոքր բրդի արտադրամասն է աշխատում եւ հիմա էլ մի կազմակերպության հետ համագործակցել ենք ինչ որ բրդի հետ կապված աշխատանքներ է կատարում մի 5-6 կանայք են զբաղված, բայց տղամարդկանց համար աշխատանք չունենք, հիմնականում գյուղատնտեսությունն է, բայց դա էլ չի ապահովում ընտանիքների սոցիալական վիճակները, այս պատճառով շատ է արտագնա աշխատանքը։ Հիմա էլ կարծես արտագնա աշխատանքներ լինում իր բարդությունները, քանի որ արտագնա աշխատանքով գնացած տղամարդկանց մի մասը վերադառնում է, մի մասն էլ չի վերադառնում, եւ այդ ամբողջ հոգսը մնում է կանանց ուսերին, երեխաների դաստիարակություն, ընտանիքի օժանդակ տնտեսությունների աշխատանքների ապահովում եւ այլն։ Դրա համար կանանց համար շատ դժվարություններ կան, հատկապես գյուղերում, որոշակի Ամասյան ավելի բարվոք վիճակ է, քանի որ այդ բաները կազմակերպությունները, ֆաբրիկան եւ այլն կենտրոնն է, բայց գյուղերում շատ բարդություններ եւ դժվարություններ կան։ Դրա համար անհրաժեշտություն է, որպեսզի կարողանանք դեռևս մի շարք կազմակերպությունների, արտասահմանյան կազմակերպությունների հետ անդադ համագործակցում որոշում ենք ծրագրեր անելու։ Գալիս գնում են, ովքեր են գալիս գնում, դեսպաններ լինում են ստեղ, ինչ միջազգային կազմակերպություններ։ Դեսպաններ լինում են, օրինակ մեզ շատ օգնեց Ճապոնիայի դեսպանը, մի քանի տարի առաջ նա մեզ տրամադրեց մի մեքենա, սպրինտեր մեքենա, որը նախատեսված էր ծերերին, միկրոավտոբուս, որի մեջ տեղադրված էր 2 լվացքի մեքենա, վարսավիրական սարք, գյուղատնտեսական այդ սարքավորումներ, մեր կամավորները գնում էին գյուղեր, միայնակ ծերերին օգնելու համար, այդ ծերերի եւ լվացքն էին անում եւ տունն էին մաքրում կամավորները, այդ ծրագիրը շատ լավ աշխատեց եւ շատ լավ էլ աշխատում է։ Մեքենան կա, ծառայում է։ Իսկ բանը տեղյակ եք երևի, որ օրինակ Ճապոնիայի դեսպանատունը կամ Ճապոնիայի կառավարությունը նաեւ ենթակառուցվածքային նորոգումներ է ֆինանսավորում, մանկապարտեզի սենյակներ, խոհանոց։ Մեր մոտ որ ես ասում եմ, այդ Գդաշենի մանկապարտեզը կեսօրով աշխատող դա GIZ-ի հետ ենք մենք համագործակցել, նրանք են մեզ եւ վերանորոգում արել եւ գույքով ապահովել, ինչպես նաեւ մեր Ամասիայում մենք ունենք նախկինում 2 խումբ, երրորդը մենք բացեցինք եւ այդ երրորդ խմբի համար ամբողջ սարքավորումները եւ անհրաժեշտ պարագաները ապահովեցին ՄԱԿ-ի գրասենյակի կողմից։ Շատ լավ, դուք ունեք մի գանձ, որի շատերը չունեն, Արփիլիճը եւ բարձրլեռնային ալպիական մարգագետիններ եւ այլն։ Տուրիզմի զարգացման ուղղությամբ հեռանկարները հետեւյալն են։ Նախկինում մենք ուզեցինք մի ծրագիր իրականացնել Վրաստանի Նինոցպինդայի հետ, սակայն դա կիսատ մնաց չաշխատեց։ Երեք մեր մոտ նաեւ կազմակերպություններից էին եկել, որոնք հետաքրքրված էին այդ հարցերով եւ որոշել ենք նրանց հետ համագործակցել, որ կարողանանք տուրիզմը զարգացնել։ Օրինակ, ինչ է դա նախատեսում մասնավորաբար։ Օրինակ, նրանք առաջարկում են, որ մեր մոտ լավ կզարգանա բույսերի, հատուկ բույսերի հետ ծանոթանա, դեղաբույսերի եւ կարմիր գրքում գրանցված բույսերի հետ կապված խնդիրները։ Հետո մեր մոտ այդ վերին ենթաշրջանում երկինքը շատ պարզ է
Եվ կան մարդիկ, որոնք հետաքրքրված են ժամանակներ կան, որ աստղաբույր է լինում, աստղերը շատ լավ երևում են, եւ կան մարդիկ, որ դրանով հետաքրքրվում են։ Արշավային туриզմ։ Արշավային туриզմը զարգանալու համար։ Հյուրատների հարցն է, որ պետք է անպայման հյուրատուն ունենալ եւ ամենակարևոր խնդիրը այսօր այնտեղ զարգացնելու համար անհրաժեշտություն է, շատ մեծ անհրաժեշտություն է ճանապարհի հարցը։ Որտեղ ասֆալտապատ չէ ճանապարհը, ինչքան էլ ուզում են բարեկարգեն, անձրևներ, ձյունը շատ է լինում եւ իսկ սուբվենցիոն ծրագրերով գործեր արել եք, ես նայել եմ։ Սուբվենցիոն ծրագրերով մենք ամասիայում ենք կատարել ասֆալտապատման աշխատանք, դպրոց տանող ճանապարհը մոտ 1.5 կիլոմետր 2 տարվա ընթացքում մենք կարողացանք ասֆալտապատել։ Հիմա քանի որ նոր դպրոց է կառուցվում եւ մի փողոց էլ ունենք, որը տանում է դպրոց, եւ այս տարվա սուբվենցիոն ծրագրով եւս նախատեսել ենք, որ այդ ճանապարհը, այդ փողոցը նորից ասֆալտապատել։ Հասարակական տրանսպորտի հետ կապված։ Հասարակական տրանսպորտի հետ կապված լուրջ խոչընդոտ է։ Ինչ ունեք, ինչի կարիք ունեք։ Ունենք վերին ենթաշրջանում, այսինքն մեր ընդամենը 4 գյուղն է հասարակական տրանսպորտից օգտվում, Ողջի, Մեղրաշատ, Բյուրական։ Մյուսները մասնավոր մեքենաներ են, նաև ասեմ, որ բնակչության հիմնական մասը մեքենաներով ապահոված են, բայց ամեն դեպքում տրանսպորտի հարցը դառնում է խնդիր։ Վերին ենթաշրջանում ոչ մի տրանսպորտ չի աշխատում։ Հասկացա։ Հիմա մենք նաև մտածում ենք, որ ձեռք բերենք մի հատ փոքր մեքենա, որ կարողանանք գոնե շաբաթվա մեջ կամ 1 կամ 2 օր կարողանանք բնակչության տեղափոխել Ամասիա կամ Գյումրի։ 100 դրամ, 200 դրամ։ Այո, դա մեր ծրագրերի մեջ է։ Հա, Տիկին Հարությունյան, այս հարցը շատ նուրբ է, ինչպիսի կարողությունների զարգացման կարիք ունի համայնքապետարանը աշխատակազմը, օրինակ սուբվենցիոն ծրագիր կամ պետությունից գրանտ ստանալու, հայտեր գրելու վարպետությանը տիրապետող մասնագետներ ունեք հավանաբար։ Ընդհանրապես վերլուծում եք, թե ինչ մասնագետների կամ եղած մասնագետների ինչ կարողություններ պիտի զարգացնել։ Ես վերջի տարիների ընթացքում մեր աշխատակազմը բավականին առաջ է գնացել, փորձ են ձեռք բերել։ Այսօրվա դրությամբ մենք համայնքում կարիք ունենք իրավաբանների, որ իրավաբանական ծառայություն չեն կարողանում իրականացնել։ Ամենակարևորը մեր համայնքում անասնաբուժների խնդիրն է։ Բարձրագույն կրթությամբ անասնաբուժներ չեն կարողանում։ Այսինքն դուք ունեք հաստիկ։ Մենք ունենք հաստիկ, ընդամենը մենք մեր հաստիկով հնարավոր չի լինում ամբողջ գյուղերը սպասարկել։ Մեկ եւ ճիշտ է կան այսինքն վճարելու հնարավորություն ունենք։ Վճարելու հնարավորություն ունենք, սակայն մասնագետ չկա, բարձրագույն կրթությամբ մասնագետ չկա։ Հասկացա, հա, ուրիշ ինչի կարիք։ Ժողովրդի մեջ ահագին մենք խոսում ենք ամեն հանդիպումների ժամանակ, առաջարկում ենք, որ գնան մասնագիտանան, որտեղ կան վակցինատորներ, որոնք միջին մասնագիտական կրթություն ունեն, պատվաստումներ են միայն կատարում, նրանք չեն համարում։ Անասնաբուժ չեն համարում, համարում են վակցինատոր։ Մանկավարժների կարիք էլ ունենք, հատկապես օդար լեզվի, որտեղ կան դպրոցներ, որ ապահոված չեն օդար լեզվի։ Պոակ դպրոցների մասին ենք։ Այս մեր կրթամշակութային համալիրում այստեղ մենք ունենք նաև օդար լեզվի մասնագետ։ Երրորդ հարկի կեսը նորոգված է։ Այս երրորդ հարկի կեսը նորոգված է, կահավորված է, նորմալ պայմաններ ստեղծված է, ջեռուցումը ապահոված է եւ մեր երեխաները գալիս են այստեղ դասապատրաստումների, նկարչության, պարի եւ այլ խմբակներ։ Արտադրոցական խմբակներ։ Սակայն միայն Ամասիայով չի սահմանափակում մեր կրթամշակութային այս կազմակերպությունը, նա նաեւ լինում է գյուղերում, հանդիպումներ է կազմակերպում, տարբեր հանդիպումներ Բերտաշենում, Հողմիկում, Բյուրակնում,
այնպես որ կարողանում ենք մենք արտադասարանական այս կրթությունը բավականին զարգացնենք։ Հասկացա, շնորհակալություն։ Մի հարց էլ տամ ավականու մասին եւ մոտենանք ավարտին։ Ընդհանրապես օրենքը նախատեսում է ավականու հանձնաժողովների գործունեություն, բայց եթե ավականու կազմը մեծ է, դա համեմատաբար հեշտ է կազմակերպել։ 27-33 հոգանոց ավականու դեպքում այդ հանձնաժողովները կան որպես կանոն, լավից վատից գործում են, վատ են գործում ըստիս էլի, հա։ Ամասիայի դեպքում արդեն հասկացանք, որ 9 հոգի են եւ տեղով կարծես մի հանձնաժողով լինի, էլի առանձին հանձնաժողովներ կա, գործունեություն։ Հանձնաժողով միայն կազմել ենք բյուջետային հանձնաժողով, որտեղ դա կարևոր է մեր համար, մինչ ավագան նիստը քննարկենք, որ ծրագիրն ենք անում, ոնց ենք անում, որն ենք առաջնային համարում, այդ բյուջետային հանձնաժողով ունենք աշխատում են։ Մյուս հանձնաժողովները առանձնապես ճիշտ է կազմավորված է, բայց այնքան փոքր է մեր խումբը, խմբակցությունը, մեր ավագանները եւ կապն էլ այնքան սերտ է միմյանց հետ, որ դա առանձնապես մենք այնպես կարիք է չի լինում ինչ որ հանձնաժողովների նիստեր հրավիրել կամ Ինչ է պետք, որ բնակչությունը աճի համայնքում, շատանան, մարդիկ ամենաառաջնային աշխատատեղեր։ Ճանապարհներ, աշխատատեղեր, ենթակառուցվածքներ, ճանապարհներ։ Ինչ է պետք, որ աշխատատեղեր ստեղծվեն։ Ուղիղ համայնքապետարանը չի կարող ստեղծել աշխատատեղեր։ Չէ, դա կապված է կառավարության հետ։ Ինչ պետք է արվի։ Փոքր գործարաններ ստեղծվի։ Կառավարությունը հաստատ ինքնուրույն չի կարողանա ստեղծել։ Այլ կազմակերպությունների հետ միջին բիզնեսը զարգացնել։ Բարենպաստ պայմաններ ստեղծի, որպեսզի մարդիկ կան ներդրում անեն, ինչպես մի երկու բան ստեղծվել է, հա։ Ճիշտ եմ հասկանում։ Հա, ներդրում անեն, օրինակ, այստեղ բավական հիմա այդ մեր բրդի գործարանը, քանի որ բիզնես էր, մենք տվեցինք այո, Լենտեքսին, հիմա Լենտեքսը ահագին ընդարձակել է, նույնիսկ խանութ է բացել այստեղ։ Տեղական հումքն է։ Տեղական հումքն է օգտագործում, երբեմն է նաև դրսից են հումք բերում։ Հասկացա։ Հիմա Տիկին Մարտիրոսյան, ձեզ էլ եմ ուզում հարցնել, ամենագլխավոր խնդիրները որոնք են համայնքի։ Բացի այն, որոնք լուծվում են, գիտենք, ընթացքում ինչ որ չափով լուծվում են, ամենակարևորը ինչ կուզեիք, որ համայնքում լուծված լիներ կամ սկսեր լուծվել։ Մեր համայնքապետը արդեն նշեց աշխատատեղեր, այո, տղամարդկանց համար գոնե։ Թեկուզ կանանց, ինչու՞ չէ, տանը նստած կանայք այնքան են արդեն տանը մնացել, որ հարցնում ես, նույնիսկ արդեն հետ են վարժվել աշխատանքից, չեն էլ ուզում։ Զբոսաշրջիկը որ կա, թոնրատուն հարց, ինչ շատ են հարցնում, եք ասում եք գնանք միտեղ լավաշ թխենք։ Լավաշ թխենք։ Մենք շատ բան եկանք չգտանք այդպիսի տեղ, կա, ամասիայում պահպանված կա ինչ որ տեղ, որտեղ թոնրատուն չէ, բայց ունենք ներկևում հացի փուր, որ լավաշ թխում են։ Ավանդական եղանակով թե ավանդական եղանակով։ Վառարանների մեջ Լոս Անջելեսում էլ են թխում։ Եղանակով գյուղերում կան։ Կա մնացել է տեղ որտեղ անում են։ Անպայման։ Համայնքապետը համաձայն չէ ձեզ։ Ոնց որ։ Չէ, տներում էլի։ Չէ, մնացել է անում են, թե չէ։ Թոնրատուն, հա։ Մեր Ռաշատում կա։ Հասարակ բան եմ հարցնում, ասեմ, տուրիստ որ հանդիպի ինձ, բերեմ արխային ստեղ, թե չբերեմ այդ մարդկանց ստեղ, որպեսզի լավաշ թխեն։ Որևէ տեղ, որևէ գյուղ Ամասիայի։ Չէ, պանիր կարող է բերել։ Պանջի արտադրություն փոքր տներում բոլորն էլ պատրաստում են։ Պանիր կարող եք, բայց լավաշ արդեն վերացել է աստորը։ Ինչ-որ մեկը պետք է մտածի, երևի մի հյուրատուն ստեղծի կամ մի քանի հյուրատներ։ Հյուրատուն Գառնարիջում կա, Բերին ենթաշրջանում կա հյուրատուն, բայց լավաշ թխելու բան չէ։ Օրինակի համար ասի, էլի լավաշ թխել, հա։ Ուրիշ ինչ խոշոր խնդիրներ կան, որոնց մասին չխոսեցիք եւ կուզեք լրացնել։ Առանձնապես այդպես շատ մեծ խնդիրներ է դպրոցի հարցերը, որ լուծվել դպրոցաշինարարությունը, որտեղ մեր Ամասիայի դպրոցը հարմարեցված դպրոց է, անհրաժեշտ այդքան բան չէ նույնը եւ մի քանի բնակավայրերում, եթե դպրոցների հարցերը կարգավորվի, դա բավական խնդիրներ կլուծի, որ մեր բնակիչները իրենց երեխաներին չեն տեղափոխի քաղաքներ։ Լեռնադահուկային։ Դա լեռնադահուկային սպորտը մենք ունենք շատ լավ սպորտ դպրոց,
որտեղ հաճախում են մոտ 80 երեխաներ, այնտեղ տարբեր մարզաձևեր են եւ շատ լավ արդյունքներ մենք ունենում ենք։ Իսկ որպես ժամանցի տիրույթ, որտեղ մենք ժամանցի տիրույթ ունենք այդպես առանձնացած դրամատիկ, բայց գուցե դա նաև կապված է ճանապարհների հետ։ Տարվանից մեր մոտ գործում է սպորտ դպրոցում տեղավորված ֆիթնես ակումբ, որտեղ շատ գեղեցիկ եւ լավ սարքավորումներ են ձեռք բերվել։ Դա Լիտվոր Շիրակի հետ մեր համատեղ համագործակցությունն է, համակների ներդրումն է ունեցել եւ այսօր դա շատ լավ երիտասարդների կանանց տղամարդկանց համար աշխատում է երկու բանը օրեշկան կանանց համար, օրեշկան տղամարդկանց համար։ Միաժամանակյա չի լինի միջազգային կոնֆլիկտ է հրահրել։ Չէ, այդպես է։ Ունենք աշխատակից, մասնագիտացված աշխատակից, որը զբաղվում է դրանով։ Շատ լավ։ Թույլ տվեք շնորհակալություն հայտնել ձեզ զրույցի համար, եթե եզրափակիչ մտքեր կան, ասեք, խնդրեմ։ Հաճելի է այսպիսի հանդիպումները։ Մենք հաճախ ենք լինում ձեզ, 4-րդ հանդիպում։ Հանդիպումները հաճախ են լինում եւ սա մեզ կարծես ավելի մտածելու դերք է տալիս։ Տիկին Մարտիրոսյան։ Ես էլ ցանկանամ ավելի հաճախակի հանդիպումներ լինեն, տարբեր հարցեր քննարկվեն, որովհետեւ կարողանան խնդիրներին ինչ-որ լուծում տալ, եթե կան խնդիրներ, առկա են խնդիրներ, այդ խնդիրները ստանան իրենց լուծումները։ Հա, Տիկին Հարությունյան, եթե առիթ կլինի, դուք էլ ունեք մասնագետ լրատվության հետ կապի, քաղաքից ինչ որ առիթ կլինի, կարող եք հրավիրել բոլոր լրագրողներին, լրատվամիջոցներին տեղյակ պահենք եւ լենկան տարբեր միջոցառումների լուսաբանման համար, կամ հաշվետու ասուլիսներ կունենաք, ես իմ կարևոր ավականոնիստ կլինի կարևոր հարցերով։ Շնորհակալություն։ Մենք ունենք -46, որտեղ մենք հրավիրում ենք բոլոր լրատվական միջոցներին, տարբեր կազմակերպություններին, Հայաստանի ամենացուրտ կետը արձանագրված եւ արդեն 3-րդ տարին է այդ միջոցառումը արմատավորված է։ Գալիս մրսում գնում։ Մենակ չեք մրսում, ինչու պարում է, երգում են, ուրախանում են, դահուկով տարբեր միջոցառումներ է լինում, մարդիկ ուրախանում գնում են։ Հա, խնդրեք չմրսեն, Գլինտվեյնը կարող է լավ աշխատել, տաք գինին եւ այլն։ Այս տաք գինի ունենք։ Ահա։ Այո, տաք գինի է։ Շնորհակալություն, ամենայն բարիք ձեզ, հաջողություններ։ Լուսաբանողն ենք։ Այո, շնորհակալություն։ Սիրելի ժողովուրդ, այսպիսով ավարտում եմ հաղորդումը Ամասիա համայնքից։ Իմ զրուցակիցներն էին ավականու անդամներ եւ ուրեմն համայնքի ղեկավար Ջեմա Հարությունյանը եւ ավականու անդամ Հասմիկ Մարտիրոսյանը։ Խնդրում եմ լայքել հաղորդումը, բաժանորդագրվել ալիքը եւ տարածել, որպեսզի հնարավորինս շատ մարդ տեսնի։ Ամենայն բարիք։